Պրոբլեմը հենց այդտեղ է, որ մենք գնում ենք ինչ-որ խնդիր լուծելու, իբր քողի տակ ողջամիտ ժամկետում գործիքնության իրավունքն ենք մենք ապահովում այս առումով, բայց այդ իրավունքը չենք ապահովում։ Այդ իրավունքը արդեն իսկ խախտվել է, վերացել է։ Մենք շարունակենք խախտվել, պարոն Պողոսյան։ Ինչը խախտել։ Ախր ուրիշ ոչ մի բան չենք անում, է։ Հա ինչ անենք։ Գործը բնականում, իշխանական շարունակենք։ Ծավալուն գործի բնականon ընթացքով։ Բայց ծավալի պատասխանատուն դուք եք պատվարժան դատարան։ Ծավալի պատասխանատուն։ Հիմա հնարավոր է, օրինակ 872 թե 6 վկա։ Հրաժարվել, այո։ Պայմանականորեն հայ մեղադրող կմիշնորհ 25 վկա, կմիշնորհեք եւս 25 վկա։ Այո, իկանք հասնենք չէ։ Ու կես տարում կավարտենք։ Կամ լավ կավարտենք, կամ չենք հասնի երկրի։ Պարոն Պողոսյան։ Ես եմ այդ ասում։ Այսինքն պետք է բնական լինի, ոչ թե արհեստական դեպի այդ փուլը հասնելը գնալը։ Իմ ասած դրա համար դատարանը առաջարկեց, որպեսզի հնարավորինս սեմ ժամկետում, որը դատարանի համար մեկ շաբաթյա դատարներն են, իսկ նշանակենք, այդ մասին 17-ի դատական նիստին կքննարկենք։ Երկու բառով։ Ես կալանքի դարձեի, օրինակ դատավորը որոշեց, որ պլաստիկ ինչ-որ բաներ պիտի անի։ Ոչ մեկին դա չէր մտավ։ Երբ որ ես բանտում եմ։ Երբ որ մի դատավորից մյուսն էին փոխանցում, երկու սպես ամիս չէր մակարդակում։ Ոչ մեկին դա չէր մտավորում։ Ողջամտություն եւ այլն։ Իմ կաշվի վրա ես այս ամենը զգացել եւ ես չեմ կարող այն կյանտար նաեւ ձեր գործողությունները շատ կներեք։ Սա ուղղակի հնարավոր պարավը իմաստն չի գուտը եկացակ, թե հանգամանք կա։ Իմ կարծիքով նաեւ այն լսումները, որը կազմակերպվեց մի գործով, որը այսօր դատարանում է, իհարկե դա ուղղակի փորձ է ճնշում իրականացնել այդ ճանապարհը դատարանի վրա։ Ես հարկ դա չեմ գնալ։ Բոլոր ուժայիններով, ամբողջ Երևան համակարգի ղեկավարներով եւ այդ լեյբոտիվը եղել է հետեւյալը սիացծկում բացահայտված է թե բացահայտված չէ, պետք է բացահայտել։ Բայց ոչ ու չի խոսացել, ինչը բացահայտել։ Սպանությունների մասին չի խոսում։ Ուղղակի պետք է գործը բացահայտել, վերասական։ Ենթադրվում է, որ բացահայտվելու այստեղ։ Պարոն Քոչարյան, ուղղակի ես նույնիսկ արձագանքելու համար չեմ անում։ Ուղղակի ուզում եմ, որ դուք նաև մեր աչքերով փորձեք այս իրավիճակին նայել։ Տեսեք, դուք ձեր մտահոգությունը հայտնեցիք, որ նախորդի շատ հարգանքով մեր մյուս գործընկերների նկատմամբ, որ դատական նիստերը ինչ-ինչ պատճառներով չեն կայացել։ Դրանով ողջամիտ ժամկետում գործի իշխանության եւ ձեր իրավունքները խախտվել։ Հիմա դատարանը ցանկանում է այնպիսի մտածակարգով այս իրական գործը քննի, որպեսզի որևէ իրավունքները չխախտվեն։ Առավելապես ձեր իրավունքները չխախտվեն։ Հիմա ստացվում է մի իրավիճակ, որ դատարանը ցանկանում է ողջամիտ ժամկետում, որը առավելապես մեղադրյալների իրավունքներ քննի ավարտի կամ ինչ-որ մի փուլում կարճի, կամ կայացնի մեղադրական կամ արտարացման վերդիկտ, կամ քրեական հետապնդումը մի փուլում դադարեցնի, մեղադրանքը չընդունի, դրա համար պետք է մենք